Բարև ձեզ։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ այսօր թեմաները շատ են։ Նախ եւ առաջ ցանկանում եմ խոսել բանակում տեղի ունեցած ցավալի դեպքից։ Մենք իմացանք, որ զոհ ունենք, ով խաղաղ պայմաններում է զոհվել, եւ առհասարակ ստատիստիկ տվյալներին հայացք գցելուց մենք տեսնում ենք, որ 7 ամսվա մեջ 30 զինվոր է զոհվել խաղաղ պայմաններում։ Սա ինչա նշանակում։ Սա նշանակում է, որ էլի Նիկոլի բանակում բարդակա այն տեղում, որտեղ որ նիկոլականները պետքա ամենակարևոր տեղը բանակը, որտեղ պետքա լինի դիսցիպլինա, կարգապահություն, որտեղ պետքա զինվորների ուշադիր լինեն զինվորների իրար հետ տեղի ունեցողին, նրանց առօրյա կյանքին, նրանց խնդիրներին, 7 ամսվա մեջ 30 զոհ, դա լինում է մեկ ամսում մոտավորապես 4 զոհից ավել։ Դուք հասկանում եք, սա ինչ շռայլություն է Հայաստանի Հանրապետության պես պետության համար։ Այդ քո ասած խաղաղությունը ինչի համար էր, եթե պատերազմ չի երկրում, եթե ադրբեջանցիների կրակոցից, թշնամու կրակոցից չէ, բայց ունենում ենք զոհ։ Այս ամեն ինչի համար պետքա պատասխան տան Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը։ Մի հատ նորմալ երկրում 7 ամսվա մեջ 30 զոհ լիներ, պաշտպանության նախարարը իր հրաժարականը կստորագրեր, կգնար բերդը կփթեր, որ պատասխանատվություն կրեր այս ամեն ինչի համար։ Մեր երկրում ինչ զոհա, հիմա Սուրեն Պապիկյանը ինչ անի 150 կիլոմետր հեռուտեղ տղա է զոհվել։ Ու հանգամանքները ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ դժբախտ պատահարի արդյունքում չի զոհվել այս տղան։ Ինչ որ զինվորները իրար հետ խնդիրներ են ունեցել, հոգեպես ճնշվել այս տղեն, նրան ծեծել են։ Լավ, այս խայտարակությունը, գլոբալ խայտարակությունը երբ է վերանալու մեր երկրից։ Շարունակենք, անցնենք առաջ, ես ցանկանում եմ խոսել քաղբանտարկյալների թեմայից, մենք նաև տեղեկացանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարին Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից եւ դրանից հետո գիտենք ինչա գալիս, շինծու քրեական գործ հարուցել, նորից ձերբակալություններ։ Պետք է նշեմ, որ Ուժեղ Հայաստանից արդեն 2 ամիս է նստած է ալիկը, ով էլի ոչինչ չի արել, նրան ձերբակալել են։ Այսօր Facebook-ով իմ մոտ մի տեսանյութ բերեց, որ ամիսներ առաջ նրանց ընկերը գյումրեցի նստած էր եւ ալիկը նրա երեխային նվեր է տանում, խաբում են, ասում են պապան Ռուսաստանում է, հիմա էլ նույն վիճակում ալիկն է, մոտ 2 ամիս է իր երեխային չի տեսել։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի մեջ է եւ ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ով տնային կալանքի մեջ է, ինքն էլ է քաղբանտարկյալ։ Նրա ազատությունը սահմանափակած է։ Սամվել Կարապետյանն է տնային կալանքի մեջ, հարյուրավոր ակտիվիստներ Ուժեղ Հայաստանի Բարգավաճ Հայաստանի Հայաստան Դաշինքի կաշառք բաժանելու կեղծ մեղադրանքով մոտ 1000 մեր հայրենակիցներ գտնվում են անազատության մեջ։ Անազատության մեջ է Գագիկ Ծառուկյանը, ով մտավ խորհրդարան, նրա դեմ շինծու քրեական գործեր հարուցեցին, ինչ որ պարսիկների գործով, կենթանիների գործով, այդ խեղճ մարդը հավաքեց 4%-ը մտավ խորհրդարան, խորհրդանից դուրս թողեցին։ Գագիկ Ծառուկյանի ցուցակից ծիծաղելի դավաճանության հոդվածով նստած է Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանն է անազատության մեջ, Հանրապետական կուսակցությունից իմ շատ հարգելի Արմեն Աշոտյանն է անազատության մեջ նորից, անազատության մեջ է Ավետիք Չալաբյանը, անազատության մեջ է Ղազինյանը։ Ես ուզում եմ հասկանամ, մինչև ուր Նիկոլ, մինչև ուր ես քո կարճ խելքով մարդկանց ազատությունից զրկելով մտածելու, որ կարող ես քո դավաճանական ծրագիրը տանես մինչև հաղթական ավարտ քո ու թուրքերի համար։ Հիմա ինչի եմ ասում քո ու թուրքերի համար։ Դու այնքան ճղճիմ ղեկավար ես, դու
Անընդհատ ուզում ես ցույց տաս, որ դու ուժեղ տղա ես, որ դու սրան կփագես նրան, արա դրանից դու չես ուժեղանում։ Դու ծիծաղելի երևույթ ես, արա։ Դու քո աղջկեքին տեսել ես ինչ նկարներ են գցում համացանց, տեսել ես կիսամերկ։ Այն մի աղջիկը ձիերի հետ պաճպճվելով, ձիերին, չգիտեմ, տարբեր տեղերը լվալով բան, արա դու ով ես вообще։ Ես ուզում եմ հասկանամ, դու որտեղից ես։ Դու ոնց որ բոլորս ենք լույս աշխարհ եկել, դու այտենց չի եղեք քո հետ։ Դու յուրահատուկ էգզեմպլյար ես։ Մարդը քո նման չի լինում։ Այս մարդկանց ձերբակալել ես, թուրքերի հետ աղբերություն ես անում։ Բա որ գնացել էիր Սյունիք, խուստուփ, էլ ասում էիր ես կդրտող ջուրա, սառը ջուրա խմում էիր, շունչը տե կտրվում էր, սենց խոսում ես, սարան ես տգեղ է, սարան ես տհաճա, տղամարդկային ոչինչ վրեդ չկա։ Անցնենք առաջ, այդ արտաքին տեսքը հլա անցնենք առաջ։ Բա կոլեգաներդ Ադրբեջանից Թոֆիկ Զուլֆուգարովը ասում է Նիկոլը մեզնից չի հարցրել, որ գնացել է Սյունիք, Սյունիքը մեր հողն է։ Արա դու սենց, որ ասում ես խաղաղություն, անվտանգություն, բան էսկոմենկոմ։ Արա դու ես երկրի ղեկավարը, դու ես Թուրքիի հետ գործովսկի, քեզ չեն հանդուրժում, որ գնում ես Սյունիք։ Երևանից Էշմիածնից աչու ձախարիր, թուրքերի մոտ Սիրենան միանում է։ Կարող է արա դրանց խոսք ես տվել, որ օրինակ պետքա Սյունիք չգնաս։ Կարող է ձեր գաղտնի հանդիպումների ժամանակ Ալիևին ասել ես ցավը տանեմ, Սյունիքն էլա քոնը, գուլյա տարա, ոչ մի խնդիր չկա։ Հա, բա դու տենց տղա ես, տենց մարդ ես, դու արա քո երկրում, ասում ես Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան անկախ չի եղել, Արցախով մենք անկախություն ձեռք բերեցինք, Սովետի ժամանակվանից ռուսները ցեղասպանությունն ու Արցախի հարցը կապել են մեր գլխին։ Բա հիմի ով է ինչ կապ է գլխի տարա, որ գնում ես Սյունիք, քեզ ադրբեջանցի տենց պաշտոնա թող, պաշտոնյա ինչ-որ, ասում է, որ Նիկոլը մեզ չի հարցել, որ Սյունիք գնա, շատ սխալ է արե, բա դու չես ամաչում արա, այ Նիկոլ ընտրողներ, էս ա ձեր պատկերը, էս երևույթն ա ձեր պատկերը, ու շարժվենք առաջ այս քաղբանտարկյալների թեմայով, ես ցանկանում եմ մի քիչ ավելի խոսել Նարեկ Կարապետյանից եւ Գագիկ Ծառուկյանից, օրինակ Նարեկ Կարապետյանին ինչի համար եք կալանավորում, ինչա թալան է այդ տղեն, որտեղ, ինչն է մեղադրանքը։ Հա ուզում են դե, այսինքն մենք հիմար չենք, հասկանում ենք, որ անձեռնմխելությունից զրկում է, նշանակում է հաջորդ քայլը լինելու է կալանավորելը, մարդուն անհանգստացնելը։ Լավ, նոր ուժ ա ուժեղ Հայաստանը, Նարեկ Կարապետյանը, իր հորեղբայրը Սամվել Կարապետյանով տնային կալանքի մեջ ամբողջ կյանքում այս երկրին, այս ժողովրդին օգնել է։ Եկեղեցին արա կառուցել թե Արցախում, թե Հայաստանում ու ոչ մի հատ։ Հիվանդանոցներ ա կառուցել թե Արցախում, թե Հայաստանում, տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մեր հայրենակիցներին օգնել է։ Խոսքը թե Սամվել Կարապետյանի մասին է, Ռուսաստանում բիզնես արելը, գումար ուղարկել է Հայաստան, տարբեր հիմնադրամների, տարբեր տարատեսակ գումար հավաքելու միջոցներով, ճանապարհներով Արցախի ամբողջ ճանապարհների սարքելու գումարի 30%-ը մենակ այդ 10 տարվա մեջ Սամվել Կարապետյանն է տվեն, ամեն տարի որ մարաթոն էր լինում, հիշում եք, հերոստացույցով ցույց էին տալիս, որ բարերարը, որ հայ ինչքան գումար է ուղարկում, այդ մարդը ամեն տարի ինչքան հավաքվել է կրկնակի դրա վրա տվել, ինչն են թալանել, այս մարդիկ բացի լավից, ինչ վատ բան են մեր երկրին արել ես 30 տարվա մեջ նախադեպը չունեցող ընտրություններից հետո պարտվող ուժը առաջին ընդդիմադիր գնաց մարդը իր թիմով Կարապետյան Նարեկը լորեցիներին ինչ խոսք էր տվել 5-րդ երեխային ունեցողին տուն տալով տրակտորներ տալով գյուլաքարակցիքին Ստեփանավանցիներին բա դրա համար էլ ձերբակալում ես Նիկոլ ձերբակալում ես որ չտա ռեյտինգը քեզ անցնի միակ վախը տետա մարդկանց ձերբակալում ես որ քո դեմ չխոսան սիրելի հայրենակիցներ իմացեք Նարեկ Կարապետյանին ձերբակալում են որ ձեզ այլևս տուն ու տրակտոր չտան բայց սրանք այնքան տուպոյ են չեն հասկանում որ Նարեկ Կարապետյանին ձերբակալեն օրինակ չգիտեմ բանը Տիգրան Աբրահամյանը այդ ծրագիրը կիրականացնի կտա կամ մնացած падգամավորի տեխնացուները ինչ վերաբերվում է Ծառուկյանին շինծու քրեական գործ եք հարուցել
պարսիկների հետ կապված այն դատական քննությունը ցույց է տալիս, որ մի բան է Ծառուկյանին են քցե պարսիկները։ Այդ մարդու կենթանիներին հանգիստ միջև հիմա չեք թողում, արա կոկորդիլոս բռնել չգիտեք, գնում եք տուն հարցակվում են ձեր վրա։ Ինչ եք ուզում այս մարդկանցից։ Արա դուք չեք կարողանալու ձերբակալելով անդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցներին մեր եւ առաջնորդներին քաղաքական լրացնել։ Մի հատ էլ Ծառուկյանին ուղղորդված Գագիկ Ծառուկյանի դեմ մի հատ դրա անունը ինչ արա այդ կենթանու անունը ինչ է գրել էի մոտս ինչ որ Վիգեն Ավետիս երկար մազերով նայ Վիգեն Ավետիս դու ոչ պատշաճ կողմնորոշում ունեցող մարդ ես տղամարդ չեմ կարող ասեմ քեզ դու կին ես ու ես գիտեմ 7-8 տղամարդ ով քեզ բավարարել են բայց անունները չեմ հիշում Դու ոչ չես հիշում անունը Գագիկ Ծառուկյանը որ քանդակագործինա քցեր առյուծի վանդակը դու շան տղություն ես անում դու ասում ես քանդակագործին տարեք քցել են վանդակի մեջ քեզ ասում են որ քանդակագործինար ասում ես անունը չեմ հիշում բա հիշում ես մերդ ու հերդ ով են օրինակ հիշում ես ով է քեզ լույս աշխարհ բերե պապայիդ անունը հիշում ես օրինակ որ տենց շառանող ընգած մարդուն Ծառուկյանը հենց բռնեցին նոր հիշեցին արա որ արվեստագետ են գցե առյուծի վանդակը կամ էշից եք խոսում էշին են գցե առյուծի վանդակը էսի այն մի հատ բան կար Նիկոլական ինչ էր գրես սա էշի համար սենց էր յանի առյուծին դրա համար է սա արա եթիմներ Ես 30 տարի այդ էշի վիդեոն YouTube-ում կա հլսկի հայտնի է չի դա Ծառուկյանի առյուծն է Ծառուկյանի վանդակներն է թե չէ Այդ մեկ այ պատերի արանքը թաքնված վախկոտ տակը անող բորենիներ դուք ինչի Ծառուկյանի ազատ լինելու օրոք չէիք գնում եթերների արայ Վիգեն Ավետիս Պողոս Պետրոս այդ ինչա 6-7 հատ անունա վրետ դրած սկի ազգանուն չունես Վիգեն Ավետիս դու այդ նշան դու հայրանուն չունես Ես չգիտեմ ով է քո հայրը դու տղամարդ լինելու հետ ոչ մի կապ չունես դու քեզ դրել ես ինչ-որ իտալահայ արվեստագետի քանդակագործի տեր ինչ ունես արածար այս երկրի համար բացի 2 կոպեկ Նիկոլից վերցնելը ունդիմության առաջնորդների վրա շառանել արա դու քո տեսքը տեսել ես դու լրիվ այն մի հատ քակ կա կուսակցություն կա տենց չեմ վիրավորում եթերում դրա անունը մոռացել եմ դրա բանի այ դու դրա հալալ ախպերն ես մեկին մեկ այդ քակ կուսակցության ղեկավարի անունն էլ ընտրված տոշնի բռնումա ձեր դեմքի ապրելակերպի պահվածքի ու նիստուկացի հետ դու այնքան հաց ու պանիր պետք է ուտես արա որ Ծառուկյանի մասին բաներ խոսաս գնաս սկվի վերնգի տեղը հենց Ծառուկյանը դուս կգա կգնաս կասես պարոն Ծառուկյան եկել եմ քեզ մեղադրում եմ նրա համար որ արվեստագետ ես գցե առյուծի վանդակը այդ առյուծներն փիսո էին էլի արվեստագետին գցել էին վանդակը չկերան այդ արվեստագետին բան են առյուծները գցում են վանդակը նայում են արվեստագետի վրա խնդում են վախացնում թողում են հիվանդ եք արա դուք էս ինչ կինոներ եք նայ էս ինչեր եք խոսում վաբշե ով եք դուք արա անցնենք առաջ Գագիկ Ծառուկյանին աջակցելու եմ մինչև վերջին պահը աջակցելու եմ խոսալու եմ բոլոր այն մարդկանց դեմ ովքեր առիթից կօգտվեն որ Գագիկ Ծառուկյանը փակի տակը էշեշ դուս կտան այս սրանց նման ու հորդորում եմ արա այն բոլոր Գագիկ Ծառուկյանից օգնություն վերցրած տներ վերցրած գործեր ուզած Գագիկ Ծառուկյանի շնորհիվ մարդ դառած Աշնորհակալ կարճ հիշողություն ունեցող տղեկին ու աղջկեկին ասել որ այս կյանքը մի օրով չի սկսում ու պրծնում որ Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ լինի գնաք այգի ասեք թակավոր ջան հեսա պետք թակավոր ջան այնա պետք ենք Գագիկ Ծառուկյանին բռնեն ասեք ով Գագիկ Ծառուկյանի հետ կապ ուներ այ մարդ մենք Գագիկ Ծառուկյանի հետ կապ չունենք այ մարդ Գագիկ Ծառուկյանը չի այդ սպարտիվ կեկի փողերը տվե որ թռնենք Բելգիա մարզահավաքների Գագիկ Ծառուկյանը մեզ ձմեռը չյուղարկե ծաղկաձոր լիժակշելով բանով որ պարապենք եթանք չեմպիոն դառնանք հələ բաներ կան էլի տենց բառեցներ կան Էրեբունու կողմից հիշողությունները կարճ մոռացել են դրա մասին հիմա էլ բումերով բանով ախրանիկներով վիդեոներ են անում վրոձի իրանք ուժեղ տղեկ են արա ուժեղ տղեն առաջինը կամքով ու հոգով ալնում ոչ ֆիզիկապես ալնում ոչ շատ խոսալով ալնում էդի ֆիքսեք ու անցեք առաջ
Նաև մոռացա քաղբան տարկյալների մեջ նշել մեր սրբազաններին, Միքայել Աջապահյանին, Բագրատ Սրբազանին, նաև սրբազաններ կան Սյունիքի թեմի առաջնորդ, եթե չեմ սխալվում, ԱԱԾ-ում է մինչև հիմա, մնացածը տնային կալանքի մեջ են, եկեղեցու դեմ արշավն էլ է շարունակվում, եկեղեցու դեմ արշավից խոսեցինք, ես կցանկանամ խոսել այս ԵԱՀԿ նախագահ Ֆերիդուն Սինիրիօղլուից, ով մինչև այսքան սպասեցինք եվրոպական կառույցներից արձագանք չեղավ, դա ինչ էր, դրա խոսացածը, հաչացածը ինչ էր, որ կաթողիկոսին փոխելու գործում կաջակցեմ ձեզ, դու ում դրան շունն ես այդ տղա, որ ինչ որ մի երկրի կաթողիկոս փոխելու մեջ դու աջակցություն ունենաս, դու արա ԵԱՀԿ ղեկավարն ես, եվրոպական ժողովրդավարական արժեքների ջատագով առաջին այդ կառույցի ղեկավարն ես, ես ասում եմ, եթե Եվրոպական միությունը, եթե եվրոպացիները այս թուրք անտերին չդնեն իր տեղը մեր երկրի գործերի մեջ խառնվելու համար, նմանատիպ արտահայտություններ անելու համար, Եվրամիության շենքի մոտ անժամկետ բողոքի ակցիաներ եմ սկսելու, իմ երիտասարդների հետ, իմ աջակիցների հետ, ձեզ 10 օր ժամանակ եմ տալիս, եթե չքննադատեք սրան, եթե սրան տեղը չդնեք, մեր եկեղեցու առաջնորդին փոխելու համար, Նիկոլին օգնելու արած արտահայտության համար, չքննադատեք, ներողություն չխնդրեք Հայաստանի Հանրապետությունից ու հայ ժողովրդից, Եվրոպական միության կառույցի դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենալու, որտեղ ձերը կասեք, ընդ էլ մերը կասեք, ոչ մեկը չմտածեք, թուրք լինեք, ադրբեջանցի լինեք, Նիկոլին դուք ստե դրածելնեք, կարաք մեր եկեղեցու դեմ արշավներին մասնակցեք ու մեր վեհապարին փոխեք, մենակ մեր դիակի վրով մեր վեհապարին կփոխեք, մեր կրոնին կկպնեք ու մեր եկեղեցուն կկպնեք, ծոծորակներդ կտեսնեք, չեք տեսնի եկեղեցու դեմ արշավի հաջողված վերջաբան, դու հլը ձեր օրերն է հաշված, դուք հլը չեք Մարսելու Նիկոլ, որ այս ընտրությունները սենց ստորաբար կեղծեցիք, երբ 29 դպրոցում ես վստահված անձ էի, վրացի, լիտվացի և էստոնացի դիտորդները, երբ նրանց հետ խոսում էի, ասում էին մենք նման խուլիգանություն ոչ մի երկրում չենք տեսել, բա ասում էի խի չեք խոսում, ասում էին մեզ տենց հանձնարարած, արա դու հանձնարարած կեղծել ես Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, դու լեգիտիմ վարչապետ չես, դու խորհրդարան մտած ուժին, Բարգավաճ Հայաստանին դուրս ես թողել խորհրդարանից, ապօրինաբար դու Ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստանի, Արման Թաթոյանի ու մնացած ընդդիմադիր ուժերի ձայները տարբեր ընտրատեղամասերում գրել ես քո վրա, ապօրինաբար մտել ես խորհրդարան, սկի 50%-ից ավել ձայն էլ չես հավաքել։ Ու դու ուզում ես ասես, որ դու լեգիտիմություն ես, հազիվ ես ԵԱՀԿ-ի նախագահ թուրքերը, Էրդողաններն ու Ալիևները օգնեն, արանքում է գնաս Սյունիք, վրեդ խոսան, հաթաթա անեն, մատ թապտան, ասեն արա այդ տարածքը շատ ես մոտիկանում մեր տարածքներին, հələ հետ գնա քո Երևանը, այ դու այդ ղեկավարն ես, էլ ինչ մնաց խոսելու, նաև չեմ կարող չխոսել Գևորգ Պապոյանից, ով 7-ին գումարում էր 7, ստանում էր 48,000, բաժանում էր 2-ի, ստանում էր 3, այս երևույթը, մեր տնտեսության պատասխանատուն, սպառնում է Արարատ ցեմենտի ապօրինաբար ծառուկանից խլած Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցներին, կամ որ վերընկեք տեղներդ հանգիստ աշխատեք, կամ գործից կազատվեք, քրեական գործեր ձեր վրա էլ կառուցեն, էս արա ձեր ժողովրդավարությունը, մարդու ունեցվածքը խլում եք, աշխատողներին ռեպրեսիայի եք ենթարկում, ասում եք սենց չի նենց է, մենք ժողովրդավար ենք, Նիկոլինը սիրում են, դե բարև ձեզ, Նիկոլինը սիրում են, այդ աշխատակիցներին, ցեմենտի գործարանի մնացած տեղերի հորդորում խորհուրդ եմ տալիս, կանգնեք ձեզ գործ տվող Գագիկ Ծառուկյանի ձեր ղեկավարի կողքին ու պահանջեք նրա ազատությունը։ Նոր պահանջեք, որ ձեր աշխատատեղերը վերականգնեն այն կառույցներում, որոնք ապօրինաբար խլվել են Ծառուկյանից ու ձեզնից։ Անցնենք առաջ։ Մնաց կարծում եմ մի թեմա, որից կցանկանամ խոսել, այն չմեծացած, բայց մեծի ձեն ունեցող Տարոն Չախոյանին այդ ապրանքների հետ կապված հակադարձեմ,
այդ ձենով անցած անգամ խոսացի, հիմա չեմ խոսայել, ասում է բան են գարը, որ ասում է ծիրանը այնքան են արտահանել, ստեղ պետքա ծիրան պահենք, որ ստեղ ժողովուրդն է ուտեն, այդ տարոնիկ, այդ ծիրանը, որ արտահանել եք Իսպանիա, փչացած է եղել ամբողջությամբ, այդ ծիրանը պիտանի չի, այդ ծիրանը յա հետ են ուղարկել, յա թափել են, մեկը այլի հաջողության չեք հասել, մենք այնպես չի չարախնդում ենք դրա վրա, մենք իտոգում մեր գյուղացիներն են տուժում այդ ամենից, բայց ինչ են տուժում, որովհետև ձեր նման փողոց չիչած, ձեր նման պրինցիպ չունեցող, կրթություն չունեցող, տղեկն են, արա, այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում, որ Ռուսաստանի Դաշնությունը արդեն կաթնամթերքի վրա է էմբարգո դրել, որովհետև ձեր ուղարկած կաթը վարակ ունի, հասկանում եք, այսենց ձեր քաղաքական շահերի, առևտուրների, ցեղասպանությունը ուրանալու, դաշնակիցների հետ դաշնակցային հարաբերությունները չպահելու, Արցախը Թուրքին հանձնելու, Թուրքի առաջ կզելու արդյունքում դուք մեր գյուղացիներին, ծաղիկի գործանողներին, մրգի գործանողներին, ծիրանի գործանողներին, վարունգի գործանողներին, կաթնամթերքի գործանողներին, բոլորին փուրն եք տվել։ Հատ, այս ժողովուրդն է իրանց տեղը։ Լիքը մարդիկ կան այդ գործանողներից, որ եկել ձեզ են ընտրել։ Հիմա հասկացաք արա, որ ձեր Նիկոլը տան հացը կտրողն է, որ ձեր Նիկոլը ձեր անձնական թշնամին է, որ մենք ձեզ ասում ենք Նիկոլը ուղղորդված Թուրքի շահը սպասարկողն է, մեզ չեք լսում։ Դե հիմա բարև ձեզ, մի հատ անեկդոտ կա, որ բաղնիքից դուրս ա գալիս, հիմա բարև ձեզ, եթերա ինչի որ պատմեմ։ Հիմա այ դրանից եք եղել։ Դե հելեք, փողոցներ փագեք, ամեն մեկը ձեր մարզում, արարատցիները Արարատում, Ղափանցիները Ղափանում, չգիտեմ, Եղեգնաձորցիները Եղեգնաձորում, որ ձեր ապրանքի հարցերը լուծվի։ Մենք է կօգնենք ձեզ այդ բողոքի ակցիաների ժամանակ, մեր հայրենակիցներն եք, մենք հիշաչար չենք, բայց ցանկացած Նիկոլին եւ Նիկոլականին ընտրելուց երբ ասում եք, դե լավ, դե խնդրել ա մեր բարեկամն ա, դվիժենի ենք տեղը գցում, փող են տվե, պաշտոն են տվե, հիշեք, որ ինչ էլ տան Նիկոլին ընտրելուց դուք ծախում եք ձեր ինքնասիրությունը, պատիվը, հայրենիքը, օրներգը, դրոշը, զոհված տղեկի արյունը ու այն ինչը հայկական է, այ դա հիշեք պրոստը, հələ ձեր այդ մրգի շահույթ բանը հələ 4-ական, 5-րդական տեղերում է, շնորհակալ եմ։